Ամալյան չուզեց բամբասել մեզ հետ, բայց ինքը բամբասեց։ Քաղաքի համար մեկ BBC-ին չուզեց բամբասել։ Համար մեկ BBC-ին դու ես։ Բայց դու շոկ փոշեստիկ ես, քո մասին չեմ բամբասում, օրինակին մասին շատ եմ բամբասում, քո մասին քիչ եմ բամբասում։ Հետաքրքիր է, տափուկ եմ ես։ Դու ինձ գրել ես վախեցա, գրել ես այդքան վախենալու եմ, գրել ես չէ, նաև շատ սիրում եմ։ Քեզ գրեցի դրա համար բարև չես տալիս։ Հատեցեք մոտիկացեք։ Ես իմիջիալոց մինչև քեզ ճանաչել ես շատ վատ կարծիք ունեի քո մասին ու մտածում եմ որ դու շատ մեծամիտ ես։ Անկեղծ ասեմ, Ռաֆոյի մասին ամեն ինչ կարաս խոսած, բայց տենց է չի։ Իրականում շոու բիզնեսում որ օրինակ ինչ որ երկչի դրսում տեսնում ես, միշտ կա վերաբերում իրար բարևում եք։ Բլոգերների մեջ կան մարդիկ, որ քեզ դրսում տեսնում են, չեն բարևում։ Դե ինչ դուք նորալիքում եք, մենք ձեր մոտ ենք, ձեր տանն ենք, այսօր մեր հյուրն է, արցունքաբեր, հարցազրույցավար, ուղղակի շքեղ կին Ամալիա Հովհաննիսյանը։ Բարև Ամալիա, ռով շոց ես վարդոնական ներկայացրեց։ Իսկը։ Շատ սիրուն ես Ամալիա։ Խամրել ենք, մեզի բլյուր արեք, էլ ենք Երևան։ Խափում են։ Չէ, լրիվ անկերով շատ շնորհակալ եմ, շատ դուք եք շատ սիրուն։ Հա, ես ամբողջ կյանքում շատ փարթամ մազեր եմ ունեցել, երբ որ մազերս դրեցի, ասում էին շատ է հաստատել մազերը, ասում եմ դուք իմ բնական մազերի փարթամությունը չեք տեսել։ Շատ գեղեցիկ ես, Ռաֆիկը իմ ջրի մեջ թեյլեցրեց ուղղակի։ Բայց մենք ուրախ ենք, որ դու եկել ես մեր խոհանոց, հուսով եմ, մենք քո մոտ եկել ենք, հիմա դու ես մեր մոտ եկել, հուսով եմ նույն ձևի տակ ջեր հարցազրույց չէ, հաղորդում ենք ունենալու, որտեղ մի հատ քեզ ուզում եմ ծանոթացնել մեր խոսքի ձկնիկի հետ, ով լիքը ինֆորմացիա գիտի բոլորի մասին, բայց շատ գաղտնապահ է, երբեք ոչ մի բան չի ասում։ Նա ինչքան ինքը թմբլիկ է, որտեղ այդքան ինֆորմացիա իր մեջ կուտակվել է։ Ընթացքում էլ ինքը կհուզվի, բայց մեզ չի ասի ինչից։ Так что չես կարող իրենից քաշես այդ զրույցը։ Իսկ իմ մասին ինֆորմացիան եք ասի։ Բոլորի մասին։ Այդ հետո կհարցնենք, բայց հիմա մենք ունենք տակ հարցեր, հեսա տակացել է, տակ բերում ենք քեզ տակ հարցերը։ Նայ չվարվեք։ Այո։ Մեզ ընդհանրապես են ձեռնոցներից ապել։ Հա, ճիշտ է, որպեսզի տակ հարցերը անենք։ Կներես այս փոքրիկ մինիատյուրը։ Էսի Ռաֆոյի էտյուդն է։ Լսի։ Դուք ինչ-որ շատ սինխրոն եք դարձել։ Պրոֆեսիոնալիզմ, իրենի դեր ուզում ասել սինխրոն բարի փոխարեն, բայց Եվ պրոֆեսիոնալ, եւ սինխրոն։ Գնացինք առաջին տակ հարցը, եթե թույլ կտաս Նինա ջան, ես տամ։ Իհարկե։ Ամալիա ջան, առաջի տակ հարցն եմ տալի, քո բոլոր հարցազրույցների ընթացքում դու լիքս հուզիչ պատմություններ ես լսել շոու բիզնեսի տարբեր աստղերից, այդ մտքերից ոնց ես ազատվում, հետո որ գնում ես տուն այդ ծանր մտքերից, այսինքն դու այդ մարդու պատմությունը վերցրել ես, քո հարցազրույցները նայելուց մենք նաև հասկանում ենք, որ դու ապրումակցություն ես հիացել։ Եթե անկեղծ առաջին փուլում երբ նկարում էի օրը մեկ հաղորդում, ես 2 օր վերապրում էի դա իսկապես։ Հետո մեխանիկորեն ստացվեց այդ փոփոխությունը, երբ որ ես սկսեցի մի օրում 4 հաղորդում նկարել ու 2 հաղորդման ընթացքում ես չէի հասցնում նույնիսկ ընդմիջում անել, որովհետև ինձ մոտ միջինում 2-ից 2.5 ժամ տևում է հաղորդման նկարահանումը ու ես ոչ մի բան չէի հասցնում անել։ Օրվա վերջին այնքան սպառված ու հոգնած էի լինում, որ գնում էի տուն, մենակ ուզում էի լոգանք ընդունել ու քնել։ Արդյունքում Չէ, իմ հանգստությունն է իրականում, բայց այդ տեմպը ինձ շատ օգնեց անկախ ինձնից բաց թողնելու իրադարձությունները ու նաև շատ կոփեց այդ իրադարձությունների մեջ չմնալու, որովհետև առաջին փուլում ես իսկապես մնում էի այդ հարցազրույցների տակ։ Իսկ եղել է հարցազրույց, որից հետո դու որոշես կյանքումդ ինչ-որ բան փոխես։ Ես իմ հյուրերից շատ բաներ եմ սովորում ու շատ մտքեր են լինում, որոնք հնչում են ու վերցնում եմ։ Սովորաբար մարդիկ ընկալում են, մեծ մասը մարդկանց հաղորդումը ընկալում է անոնսով, բայց ես հաղորդման այդ երկար տևողության մեջ դնում եմ նաև շատ հետաքրքիր մտքեր, որտեղից շատ սովորելու բաներ կա ու ինքս էլ սովորում եմ մարդկանցից։ Երբ ես նոր էի սկսում հաղորդում անել, եթե չեմ սխալվում, հայկական իրականության մեջ մի ժամանոց ավելի երկար տևողությամբ հարցազրույցներ չէին լինում ու ինձ էլ բոլորը ասում էին՝ մի ժամ քեզ ոչ ոք չի նայելու,
25 րոպե, մաքսիմում 30 րոպե ու սկզբում ես փորձում էի լսել այդ խորհրդին, հետո հասկացա, որ իմ հարցազրույցների ասելիքը 25 րոպեում չի տևի, այսինքն ասելիքը կարևոր նյութը դուրս կգա, կմնան միայն սկանդալներ, այսպես ասած, ու հասկացա, որ չէ, ես ամեն դեպքում ուզում եմ ավելի երկար հարցազրույցներ անել, որպեսզի բովանդակությունը չտուժի։ Հա, ու դրա մեջ իրականում շատ ներողություն, դրա մեջ իրականում շատ կարևոր մտքեր ենք տալիս մարդկանց, որոնցից ես էլ այնքան բան եմ սովորում։ Հա, իրականում ես օրինակ քո հաղորդումները ոնց եմ սկսել նայել այն ամենասկզբի ժամանակները, TikTok-ում ինչ-որ էդիտներ էի տեսնում, ու ինձ հետաքրքրում էր, մտնում նայում էի ու լիքը հյուրերի ես լրիվ ուրիշ ձևով եմ, այսինքն ես չէի նստած սպասում, ես սկզբից նստած սպասում էի երբ սկանդալը լինելու այդ էդիտը որ դնեի, բայց հետո ասած պայտակ ընկղմում ես բան այդ հարցազրույցի մեջ ու ասած սկսում ես բացահայտել, օրինակ իմ շպրոտին է, ես օրինակ անկեղծ ասած շպրոտին շատ հավանել եմ իր կերպարը, բայց քո հարցազրույցից հետո ասած լրիվ ես միշտ մտածել եմ ինքը բունտառ ա եղել, բայց քո հարցազրույցից հետո լրիվ ուրիշ ոչ թե հիմա չեմ հավանում, այ ես այդ բունտառ կերպարը լրիվ փոխվել էր, ասում եմ, ինչ համեստ կերպար ա ինքը ընդհանրապես, ու ասած շատ ա եղել, որ ասած լրիվ ուրիշ ձևով եմ բացահայտել այն մարդկանց, ում հավանել եմ կամ չեմ հավանել։ Եղել ա մարդիկ, որ քո հարցազրույցից հետո սկսել եմ հավանել իմիջիալոց։ Օրինակ Ռաֆել, չէ՞։ Օրինակ Հայդալեկին, այո։ Ամալե, ինձ մի հատ հարց է հետաքրքիր, օրինակ հյուրերը գալիս են շատ sense իրանց կյանքի շատ ծանր պատմություններ են պատմում, եղել է ինչ որ տենց հյուր, որ sense ինչ որ ծանր պատմություն է իր կյանքից պատմում, բայց դու մտքումդ ասելս դե լավ, այս ինչ հարց է, էլի, որ դրամա է sense սարքում, էլի, вообще դրամայի պահ չկա։ Տես, ես առհասարակ ունեմ մի հատկություն, որը կյանքում էլ ունեմ, չեմ դատում մարդկանց։ Այսինքն ցանկացած մարդու, ես կարող եմ մարդու համար այնպիսի արդարացում ոչ թե հորինել, այլ ստեղծել, որ այդ մարդը իր համար երևի թե այդպիսի արդարացում չէր գտնի, ինչքան ես իր համար գտա այդ արդարացումը։ Ասեմ, եղել է տենց պահեր, որ ասել ես դե լավ, այս ինչ թեմա է, որ դրամա է։ Հեսա ասեմ դրա հետ կապված։ Իրականում իմ հարցազրույցների հաջողությունը կարծում եմ կայանում է այնտեղ, որ ես մարդկանց չեմ դատում, լսում եմ, հասկանում եմ եւ ամենակարևորը չեմ դատում։ Կարող են ասել բաներ, որոնք ես ինքս կյանքում չեմ անի, բայց առհասարակ կյանքում իմ կանոնը սա է։ Այն ինչ որ ես չեմ ընդունում, ես դա պարզապես չեմ անի։ Դիմացի մարդիկ ազատ են, իհարկե ազատ են այնքանով, որ չվիրավորեն ուրիշ մարդկանց, չհատեն ուրիշ մարդկանց սահմանը։ Մնացած առումով դիմացինի ազատությունը ես ընկալում եմ ու առհասարակ տեսեք, օրինակ ծնողների հետ կապված թեմա, ես մի քանի օր առաջ հարցազրույց եմ տվել, կարծում եմ այն հարցազրույցը ավելի շուտ կհրապարակվի, քան սա, ու այդտեղ էլ խոսում եմ, որ երբ որ ես արդեն խոսում եմ իմ մասին, օրինակ եթե հիմա մենք խոսել լինենք քո մասին, ես այդ կարծիքը այդպես չեմ արտահայտի, որովհետև կմտածեմ հանկարծ քեզ չնեղացնեմ, մաքսիմալ նուրբ կողմից մոտենամ հարցին։ Բայց երբ օրինակ ես խոսում եմ իմ մասին, ինձ հետ խոսում էին մանկական տրավմաների մասին, ասում եմ, օքեյ, ես 35 տարեկան եմ, ես եթե իմ կյանքը բաժանեմ երկու մասի, 17.5 տարի ես ժամանակ ունեի այդ տրավմաների մեջ ապրելու համար եւ եւս 17.5 տարի ես ունեի այդ տրավմաները հաղթահարելու համար։ Այսինքն, օրինակ ինձ համար ցանկացած հարցի պատասխանատվությունը ինձ վրա է, բայց այդ երբ որ վերաբերվում է ինձ, երբ որ այս նույն հարցի մասին խոսենք քո մասին, ես արդեն իմ դիրքորոշումը մի քիչ կմեղմացնեմ, որովհետև ես շատ ավելի խիստ ու կտրուկ եմ ինքս իմ հանդեպ ու կարծում եմ, որ իրավունք էլ չունեմ դիմացի մարդու հանդեպ լինելու այդքան կտրուկ։ Իսկ օքեյ, իսկ եթե մի կողմ դնենք Ամալիա հարցազրույցավարին, Ամալիա մարդն էլա տենց մտածում։ Այսինքն ես իմ ընկերների հանդեպ միշտ եղել եմ մաքսիմալ կարեկցող, մաքսիմալ լսող, հասկացող, այսինքն այն ինչ որ ես իմ կյանքում երբեք չեմ անի, ես իմ ընկերուհուն կարող եմ լսել եւ իրեն հասկանալ։ Այսինքն այդ ինձ մոտ ինչ որ մի հատ կետ, ընդ որում այնպես չի որ ես միշտ այդպեսին եմ եղել։ Շատ ավելի փոքր տարիքում ես շատ կտրուկ էի, ինձ համար կային ինչ որ հստակ գույներ ու ամեն ինչ շատ հստակ էր, կամ այսպես է, կամ այնպես է։ Հետո, երբ որ ես սկսեցի մարդկանց ճանաչել ու փորձել մարդկանց ճանաչել, ուսումնասիրել հոգեբանություն, հասկացա, որ օքեյ, դու
քո կյանքը, քո իրավիճակները կարող ես դատել։ Դիմացի մարդու ապրումների եւ կաշվի մեջ դու երբեք չես կարող մտնել, ուրեմն այդտեղ մի դատիր։ Մեզ հյուրեր Մարիա Մագդանելացին։ Չէ, ես չեմ ուզում, տեսեք, ես չեմ ուզում այնպիսի տպավորություն լինի, որ ես այսպես շատ փորձում եմ իդեալական կերպար ստեղծեմ կամ բան, չէ, ուղղակի ես շատ կուզեմ, որպեսզի մարդիկ ապրումակցող լինեն ուրիշ մարդկանց, որովհետև հիմա ցանկացած բան դու կարող ես անել մի բան, որը ես չեմ հասկանում, բայց դա ինձ իրավունք չի տալիս քեզ դատելու։ Հաջորդ տակածը հենց այդ ապրումակցելու, ոնց ասեցիր, այդ բառը շատ լավ է հայերեն օգտագործում։ Դրա մասին, դու օրինակ ոնց ես համացանցում, ոնց որ տեսնում ես էդիտներ արված կամ բոցվում են, հենց բոցվել բառը կօգտագործեմ, որովհետև էդ են անում, այո, էդ են անում, այսինքն բոցվում են այդ հուզիչ պահերի վրա, այդ որ եկավ ինչ-որ մեկը քո մոտ հուզվեց, ծիծաղում ես, թե օրինակ դեմ ես։ Տեսեք, առանձին դեպքերում կարող են լինել մարդիկ, ովքեր որ շատ իսկապես հումորով ու հավեսով են նկարում այդ ամեն ինչը։ Արել եմ պարոդիա։ Բայց քո մասին չի խոսքը։ Ես տեսել եմ, արձագանքել եմ։ Չէ, ոնց որ շատ շուտ եմ արել, տենց։ Բայց բողոք ես անկեղծ չեմ տեսել քո պարոդիան։ Հա, օքեյ, ուղարկեմ, հա։ Տեսեք, օրինակ, երբ որ Գրիգը պետքա աներ իմ պարոդիան, ինքը ես իրեն տրամադրել եմ իմ տաղավարը եւ ասել եմ, որ ինձ հետ կապված հումորներում ազատ ես, իհարկե կոռեկտության սահմանում, հա, բայց ասել եմ ինձ հետ կապված հումորների հարցում ես հանգիստ եմ, բայց հյուրերիս էմոցիաները խնդրում եմ ծաղրի չենթարկես, ինքը ասել է օքեյ, ես տվել եմ իրեն իմ տաղավարը ու ընդհանրապես երկրից էլ է գնացել, ես իրեն չեմ հարցրել ու ինչ ես խայտարակություն չտենեմ, Նկատի ունեմ, որ ես ոչ մի կերպ չեմ միջամտել ինքը ինչա նկարելու։ Հումորի հանդեպ ես բաց եմ, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի կարողանանք հստակ տարբերակել հումորը ծաղրից։ Այսօր հումոր բառը շատերին փրկում է անտակտությունից, այսինքն մարդիկ որպեսզի արդարացնեն իրենց անտակտ լինելը, ասում են, բայց սա հումոր է։ Չէ, կան բաներ, որ դա հումոր չի։ Եվ առհասարակ ցանկացած մարդ, երբ որ խոսում է ինչ-որ մի բանի մասին, դա խոսում է իր էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Եթե ենթադրենք մարդը խոսում է տոլերանտությունից, հաջորդիվ ինքը հումոր է անում ինչ-որ մեկի հուզական վիճակի վրա, դա խոսում է, որ այդ մարդը տոլերանտության հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Ինքը ուղղակի այդ արժեքի մասին խոսում է, որ վյու հավատի։ Դե կարող է ինչ-որ օրինակ ես մի քիչ հումորի պահով ու լրիվ ուրիշ պատկերացումներ ունեմ, որտեղ ես օրինակ ինձ համարում եմ հումորով մարդ ու շատ խորացած եմ, շատ եմ։ Բայց օրինակ երբ մարդուն ծաղրում են, դու դա հումոր ես համարում։ Չէ, նայած ոնց են ծաղրում։ Օրինակ ես ինքս եղել եմ պարոդիա եմ արել, եղել եմ հաղորդման ինչ-որ Ես պարոդիայի հետ շատ օքեյ եմ։ Հա, բայց հիմա ես համաձայն եմ, որ լիքը բաներ, օրինակ ես լիքը բաներին, լիքը բլոգերների համարում եմ, որ իրանք կապիկություն են անում ու լիքը մարդու բլոկել եմ դրա պատճառով։ Անկեղծ իմ TikTok-ում լիքը մարդ բլոկված է, որովհետև ես մտածում եմ, որ իրանք կապիկություն են անում ու ընդհանրապես հումորի հետ առնչություն չունեն։ Ու ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր օրինակի համար հենց այդ կապիկությունն են անում, պետքա չանեն դա, բայց ցավոք սրտի այդ viewer-ը եւ այլն ցույց են տալի, որ մարդկանց ավելի շատ դուր է գալի, երբ որ դու ծաղրում ես դիմացինին։ Շատ է, բայց viewer-ը չեն կարող քեզ համար առաջնորդիչ լինել, բայց օրինակ այդ ասում ես էմոցիաները ծաղրել։ Չէ, որ ասում ես օրինակ էմոցիաները ծաղրել, նայ, ես մտածում եմ քո հաղորդման ֆիշկան կամա թե ակամա, չէ, դարձել է նաև այդ հուզական ֆոնը մարդկանց, չէ, որտեվ գիտենք, որ ամալիա մոտ շատերը գնում հուզում են։ Ինքը կարելի է ասել ֆիշկա է դառել, կամա թե ակամա, դու համաձայն ես դրա հետ թե չէ, բայց շատերը գիտեն, որ ամալիա մոտ շատերը հուզվում են։ Հիմա ես, հա, կիսաբաց լուսամուտներն կա սկանդալն է, հիմա ես օրինակ մտածում եմ, որ ես չեմ կարող ասեմ, եթե դու կոնկրետ դեպքին ես նկատի ունենում, ես հիմա ներողություն մի բան ասեմ, տես, այն որ հաղորդումը ունի ֆիշկա եւ ճանաչելիություն, դա շատ լավ է, որովհետեւ շատ մարդիկ փորձեցին էլի հուզական հաղորդումներ անել, բայց դա եղավ պայմանավորվելով, դա եղավ վատ, դիտումները ամեն ինչը փաստում են, որ ինձ մոտ դա աշխատեց, ես կարծում եմ, որովհետեւ բնական էր, բայց ինչ վերաբերվում է օրինակ հումորին, ծաղրին, օրինակ երբ որ նստում են այսպես ինպես իմ տնազն են անում, մի քիչ ավելի դնջացնում են նույնիսկ խոսելաձևը, քան ես եմ խոսում, ես դրան այսպես ժպիտով եմ վերաբերվում։ Այսինքն կան որոշակի կետեր, որոնց կարելի է հումորով վերաբերվել։ Օրինակ շատ երկար ժամանակ երբ ինձ ասում են ոնց են մոտդ հուզվում, ասում եմ բայ ասախներով ծակծկում եմ, սոխ եմ տալիս, ես այնց տարբեր պատասխաններ, տարբեր հաղորդումների ժամանակ տվել եմ։
Այսինքն ուղղակի խոսել հումորով դա նորմալ է, բայց այսօր մենք իմ հաղորդման մասին էլ չէ, առհասարակ հումորը ծաղրից հումորը անտակտությունից տարանջատելու կարիք ունենք, որովհետև մարդիկ երբեմն հումորը օգտագործում են ինքնահաստատվելու համար։ Նայ, ես մի հատ զուտ մի հատ բան ասեմ։ Դրովի ես, ասում ես էսի կարան էսի անեն, ինձ չէ, ես գիտես ինչ եմ ուզում ասել։ Օրինակ քո հաղորդման վերաբերյալ, որ ասում ես ինձ օքեյ է, որ ես կողմ եմ, որ կարան իմ մասով ինչ-որ հումորներ անեն, բայց ես իմ հյուրերի էմոցիաները չեմ ուզենա, որ ծաղրեն։ Տեսեք, լավ, կոնկրետ օրինակ բերեմ։ Մի հատ միտքս ասեմ ու վերջացնեմ, էլի։ Զուտ ես մտածում եմ, որ այդ կոնկրետ բաներ կան, ասենք ինչ-որ հաղորդում է դուս եկե, եւ որ մարդը տեսնում է հասարակությունը նայում է քո հաղորդումը, ամեն դեպքում շատերը հասկանում են, սա կեղծ էմոցիա է, թե ի սրտե էմոցիա չէ, կարող ենք արդեն մենք տարանջատենք, իսկ մարդիկ այդ պիկին հասել են, որ կարան հասկանալ, սա կեղծ ինֆո։ Օրինակ լինում է ես քո հաղորդումները նայում եմ, ի սրտե հուզվում եմ, լինում է նայում ասում դե սա ինքը իր մեջ որոշել է, որ պետք է գա այս թեմայի շուրջ հուզվի, որովհետև ես ուզում եմ ասեմ, երբ որ մարդիկ այդ կեղծը բռնում են, իրանք էլ ուզում են ցույց տան, որ մենք այդքան էլ հիմար չենք, պետք չի մեզ օրինակ խաբեք։ Օրինակ երբ որ կեղծը ես ասեմ վերջացնեմ, օրինակ ես քո մոտ հաղորդման հյուր եմ եկել։ Քո հարցազրույցն է։ Հա, չէ, արագ ասեմ, որ ասեմ, էլի, հա, բայց նկատողություն արեց ինձ ամենը, բայց ասեմ, որ միտքս հասկանաս, օրինակ ես կոմոդ որ հարցազրույցի էի եկել, ես հստակ գիտեի, որ թեմաներ կա, որ դու խոսած, ես կարամ հուզվեմ։ Չէ, ես իրոք ես ու եղել է պա որ sense իմ հուզմունքը եկել է, բայց եթե ես շատ ուզենա, ես կարայի անենց հուզվեի, որ sense լավ մի հատ հուզիչ պահել էր, բայց ես ամեն դեպքում ոչ թե զսպել եմ իմ emotion, այնքան օրգանիկ է մեր մեջ ամեն ինչ եղել։ Ուզում ասեմ, դա ես մտածում եմ, որ պահի տակ մարդիկ կան մարդիկ բոլոր, չէ, բայց ես ուզում են այդ էմոցիան տրվել, ես իրենց չեմ մեղադրում, բայց լիքը մարդը դիտում ու մտածում որ կարա կեղծ էմոցիաներ դա չէ, չեն եղել, չեն եղել սարքած էմոցիաներ իմ հաղորդման ժամանակ։ Ով եղել է հյուր, ինքը կարող արհեստական է հուզվել է։ Դու Չէ, չգիտես դրա դե երեխեք դուք խոսում եք, չեք թողում, ես խոսում եմ։ Տեսեք, օրինակ դուք երկուսդ էլ ինձ մոտ եղել եք հյուր, Նինա ինչ ես անում։ Նարվել եմ կներես։ Չէ, չանես։ Դուք ամբողջ աշխատածը լցրեցիր ջուրը հենց հիմա։ Հա։ Չէ, չանես։ Չեմ խմել։ Այդ դուրմես կես ուրիշ բաժակ։ Չեմ խմելու։ Լավ։ Տեսեք, դուք երկուսդ էլ ինձ մոտ եղել եք հյուր։ Ամեն ինչ գնացել է շատ օրգանիկ։ Ես երբ որ դու փորձել ես զսպել քո հույզերը, ես քեզ չեմ ասել, գիտես, մի քիչ ավելի հուզված խոսի, ոչ էլ, այսինքն արհեստական ոչ մի բան չեմ արել, երկուսդ էլ ինձ մոտ հյուր եղել եք։ Օրգանիկ ոնց գնացել է։ Հիմա երբեմն կարող է մարդը երբ որ խոսում է, անկեղծ ասած, երբ որ ես նկատում եմ ինչ-որ կեղծ մի բան, ես ինքս փորձում եմ դա շրջանցեմ ու երբ որ առաջին զգացողը կեղծի, ես եմ։ Ես նկատել եմ դա շատ։ Երբ որ ես նկատում եմ կեղծիքը, ես դա փորձում եմ ցույց տալ հաղորդման ժամանակ։ Երբ որ ես զգում եմ, որ մարդը արհեստական շատ ինչ-որ բան արեց, ես կարող եմ դա նույնիսկ մոնտաժով թեթևացնեմ, որովհետև ես դրան չհավատամ։ Այսինքն ես հաղորդումը փորձում եմ 90% դեպքերում, 100% կամ լավ 80% դեպքերում, 100% կարծում եմ հնարավոր չի հասնել, երջանիկ կլինեմ, եթե հասնեմ։ 80% դեպքերում ես փորձում եմ բերել այն կետին, որ ես հավատամ հաղորդմանը, բայց երբեմն մարդիկ դատում են ինչ-որ բաների մասին, որոնց մասին իրենք չգիտեն։ Ես օրինակ ես վերջերս հաղորդման հյուր էի ու հուզվել էի մի հատ այնպիսի կտորում, որը ոչ ոք չէր հասկանա ես ինչի եմ այդտեղ հուզվել։ Դա ես խնդրեցի կադրով ցույց չտամ, որովհետև մարդիկ ուղղակի չէին հասկանա ես ինչի եմ այդտեղ հուզվել, բայց մենակ ես ու իմ մաման գիտեինք այդտեղ ես ինչու եմ հուզվել, որովհետև մամաս ասաց մի բան, որ ինձ էմոցիոնալ ու ասոցիատիվ տարավ մի կետ, որի մասին ես երբեք չեմ խոսել ու ես այդտեղ ինձ մոտ հուզական ֆոն արտնացավ, բայց դիմացի նայողը կարող է մտածել, որ ես կեղծում եմ։ Դուք երբեք չգիտեք դիմացի մի հատ, որ ասում եք աստիճան բառ, այդ բառը դիմացի մարդու մոտ ինչ ասոցիացիա է ստեղծում։ Ես օրինակ իմ հարցազրույցներում շատ հաճախ օգտագործում եմ ասոցիատիվ հարցեր, այսինքն երբ որ ես չգիտեմ այս թեմային անդրադառնամ, թե չանդրադառնամ, ոնց անդրադառնամ, որ մարդը շատ չլարվի ու ինքը բացվի, ես տալիս եմ ասոցիատիվ հարցեր, այսինքն ես կարող եմ մարդուն հարց տամ բաժակից, իմանալով այդ բաժակը իր մոտ ինչ ասոցիացիա է ստեղծելու։ Ու իր պատասխանից ես հասկանում եմ ինքը որքանով է պատրաստ մտնելու այդ թեմայի մասին, որովհետև երբ որ ես ասել եմ բաժակ, մենակ
ես ու ինքն ենք հասկացել, թե ինքը ինչ հիշողություններ այդ պահին ունի։ Այսինքն կան շատ բաներ, որ դուք երբեք չգիտեք դիմացի մարդը, որ պահին ինչ է ապրում։ Ամենահեշտը նստել դատել դիմացի մարդու մասին։ Այ ես դրա դեմ եմ ուզում պայքարել, որ մենք երբեք չգիտենք դիմացի մարդու մոտ ինչը ինչ հիշողություն ու էմոցիա է արտնացնում։ Ու այդպես ուղղակի նստել դատել մարդկանց էմոցիաների մասին, կար ժամանակ, երբ որ մարդիկ անկեղծ չէին խոսում, կուզենք հետ գան այդ ժամանակները, երբ որ մարդիկ խոսում էին այնպես, որ իրենց հանկարծ չդատեն, իրենց հանկարծ թույլ կողմից չտեսնեն, բայց մենք ամբողջական ենք մեր բոլոր էմոցիաներով, չէ՞։ Այդտենց պահ եղել է, այսինքն դու եղել է տենց որ մտածել ես, որ ինքը ոչ թե եկել է քո մոտ հոգին դատարկի, այլ զուտ քո մոտ PR-վելու համար։ Ինձ մոտ եղել է հյուր, որը որ շատ դժվար եմ ես նկարել այդ հաղորդումը, որը որ եկել էր կոնկրետ մարդու ասելիք ուներ ու ինքը որոշել էր այդ հարցազրույցը իրեն որովհետև կոնկրետ մարդու մեսիջներ ուներ ու ինձ այնքան դժվար էր իրեն այդ մարդու ամպլոյից հանել ու գրել ընդհանուր դաշտ, որովհետև ես երկու հոգու համար հարցազրույց չեմ անում։ Օրինակ այդ դեպքում շատ դժվար է լինում, որ մարդը ինչ-որ բաներ է ասում անհասկանալի, ինքը գիտի ում ինչ է ասում, բայց կոնկրետ լսացնում է։ Այդ իրականում շատ դժվար է եղել այդ ինտերվյուն կառուցելուց մինչև մոնտաժ շատ բարդ է եղել։ Իսկ եղել է հյուր, որ իր հարցազրույցից հետո երկանում չես տա, էլի, հարցազրույցից հետո գնացել ես տուն ու որոշես, որ իր հետ չես ուրիշ։ Տեսեք, հարցազրույցները այնքան սիրուն ձևով են բացում մարդկանց ու երբեմն մարդիկ տեսնում են ես ինչ հարց տվեցի, բայց մարդիկ չեն տեսնում, օրինակ երբ որ հյուրը եկավ, բարևեց մարդկանց, թե չբարևեց։ Կան մարդիկ, եղել է օրինակ երիտասարդ դերասանուհի, որի մեծամտությունից ես ապշել էի ու այսպես ես առհասարակ իրեն ավելի դրական վերաբերմունքով էի հրավիրել, բայց հարցազրույցի ընթացքում արդեն այնքան գնալով հիասթափվում է իրենից, որ ուզում էի մաքսիմալ շուտ այդ հարցազրույցը ավարտել։ Իմիջիալից մի հատ բան ասեմ ու անցնենք մեր բրինց հարցերին։ Ես քո հաղորդումները որ շատ եմ նայել, ես քեզ սկսել եմ ճանաչել հաղորդումների միջոցով ու արդեն հասկանում եմ, երբ քո դուր ինչ-որ մի բան չի գալի կամ փորձում ես հարցը շեղես ու ես զգում եմ այդ քո ուզում ես շատ տակտիչնի այդ մարդուն բան ասես ու նենց է դուրս գալի, ես ասում այնքան եմ նայել Ամալիային արդեն ճանաչում եմ, հասկանում եմ, այստեղ իր դուրը չի եկե, հետո ես եթերից հետո կասեմ ում հաղորդման ժամանակ եմ դա բռնել ամենաշատը։ Սա բրինց հարցերն է մեր Ամալիա ջան։ Սա բրինց հարցեր, կա բլից հարցեր եւ կա բրինց հարցեր։ Օ, ինչ է դա։ Այո, իրա մեջից մենք հիմա կքաշենք հարցեր, որը նույնիսկ մենք էլ չգիտենք։ Մենք չգիտենք, չէ, մենք ենք քաշում, արա քեզ հարցնենք։ Բլիցի պես է, էլի, մի րոպե ռաֆ։ Առաջին հարց. Ամալիա, եղել է դեպք, որ ինչ-որ մեկի հետ տանը սովորական սուրճ խմելիս հայացքդ ուղես հեռուն, ձայնը ցանցրացնես ու ասես իսկ հիմա խոսենք քո ամենամեծ ցավից։ Ես իմիջիալից երբեք չեմ հարց տալիս քո ամենամեծ ցավից, այդ ինձ շատ է վերագրվում, բայց ես երբեք չեմ տալիս որն է քո կյանքի մեծ ողբերգությունը, ես նման հարցեր երբեք չեմ տալիս, ես ուրիշ հարցերով եմ տալիս դրան։ Բայց լինում են դեպքեր, երբ որ օրինակ այդ իմ ընկերների մեջ շատ ընդունված բան է, որ ասում եմ ոնց ես, ասում են լավ եմ, ասում եմ մի հատ էլ ասա, ոնց ես։ Ու այդ ոնց ես-ը արդեն իսկական ոնց ես, որ դու ուզում ես իմանաս մարդը ոնց է, ոչ թե հարցրեցիր արագանցար։ Ինչն է քեզ ավելի շատ հունից անում, երբ հյուրը հարցազրույցի ողջ ընթացքում այդպես էլ չի անկեղծանում ու չի բացվում, թե երբ տանը պատվիրած ուտելիքը ուշացնում են։ Ես տունը ուտելիք չեմ պատվիրում, մենակ սուշի եմ պատվիրում, ուրիշ ուտելիք։ Սուշին էլ լավ ուշացում են միշտ։ Ժամ 50 րոպե։ Քաշի։ Լավ, ես էլ քաշի։ Չշարունակեմ։ Մի րոպե։ Եթե հանկարծ մի օր արտանաս ու տեսնես, որ YouTube-ից ջնջվել են բոլոր հարցազրույցները քո։ Ոչ մի ասեք, տենց վատ բաներ ինչի՞։ Առաջինում կզանգես ու արդյոք կշարունակես քո գործունեությունը դրանից հետո։ Դե շարունակելը հաստատ կշարունակեմ, բայց շատ դժվար կլինի։ Ես միշտ հիմա որ տեսնում եմ ինչ-որ մեկի Instagram-ի էջն ա ջնջվել եւ այն ասում եմ Աստված ջան, երբեք նման բան չլինի, որտեղ այդ քո ամբողջ գործունեությունը ամփոփվում է այդտեղ ու քանի որ այդ շատ մեծ է ծավալական հաղորդումներ, որ ես ինձ մոտ չունեմ։ Իսկ ում կզանգես առաջինը։ Որ լուծի այդ հարցը օրինակ։ Դե պիտի մասնագետ փնտրեմ, այս պահին տենց մասնագետ չունեմ։ Չէ, այո, որ sense մի ան որ գիտես ինքը կլուծի հենց այդ թեկուզ մասնագետի հարցում կօգնի։
Մենք էլ ենք էլի սենց մոտենում։ Չմտածես։ Կյանք լուսի։ Լավն է։ Այսինքն կարող ենք ասել Ամալիայի կյանքում մարդ կա, շատ հեռուց էլի գալի։ Դուզեց։ Եթե քեզ տիպեին ընտրել կամ 1 տարի հարցազրույց անել միայն դարձու վարորդների հետ, կամ 1 տարի ընդհանրապես ոչ մի հարց չտալ ու լռել, որը կընտրեիր։ Ոյ, ես այնքան լավ եմ լռության Լավ է, հետ, եթե սրբացի, անկեղծ սրբացի։ չեմ սրբանում, ես գիտես ինչ կայֆ եմ լռում ու երբ որ ես գնում եմ լսի հելելորի մեծ հետաքրքիր չէ, հա, հարցերը, բայց ես իսկապես երբ որ ես գնում եմ մենակ հանգստանալու, ես տարվա մեջ գոնե մի անգամ կարիք ունեմ մենակ գնալու հանգստանալու, որ ինձ ոչ մեկ հարց չտա, ես ոչ մեկի հետ չխոսեմ, ու այդ ընթացքում նույնիսկ հեռախոսով մաքսիմալ քիչ եմ խոսում։ Ես մի տարի հաճույքով կլռեմ։ Okay, բայց տաքսի վարորդների իմիջիալից ես հակառակ կողմը մոռացա հարցի, ինչ շատ հետաքրքիր են մարդիկ, որոնք շոու բիզնեսից չեն, եւ ես ինձ թվում է ինչ-որ փուլում մեծ հաճույքով իրենց հետ ինտերվյու կանեմ, ու իրականում տաքսի վարորդների հետ էլ կարելի է նստել իրենց կողքը եւ շատ հետաքրքիր հաղորդում անել։ Դու երևի չես նայում իմ կոֆեն քաղցր հաղորդաշարը, որտեղ ես սովորական մարդկանցից ինձ կողազդեմ, էլի։ Հա, այսինքն հացը ձեռքիցդ տանելու եմ, որ ամեն մեկս մեր բանով ենք անում, ես էլ կանեմ ամպուլով ենք անում, չտողենք։ Ամենը ճիշտ է, որ քո հաղորդման նկարահանման հրապարակում ամենաշատ ծախսվող ու ամենակարևոր իրը ոչ թե տեսախցիկներն են, այլ անձեռոցիկները։ Այո։ Ինձ որ լացացրեց ու չկար անձեռոցիկ, չգիտեմ դեր դրած։ Հա, բերեցին, բա անվճար գովազդան էի, բայց բերեցին, չէ՞, տաղավարում կա։ Իմիջիալից կարակ գովազդ չեն ուզում քեզանից։ Ճիշտն ասած, անձեռոցիկի համար չեն դիմել գովազդի համար, ես էլ առհասարակ չեմ դիմում գովազդի Բայց մի համար։ հատ շատ հետաքրքիր ոնց չեն Բայց արդեն այդ մի քիչ բան կլիներ։ Ինչ։ Արեստական կլիներ։ Չէ, դե պատկերացրեք ես այդ բանը ասեի։ Լացածնում ա, թե որ այդ անձեռոցիկի Ես պատկերացնում եք այդ բանը ասեի, ան էս վերսրու Այս ինչ ապրանքանիշի անձեռոցիկով մաքրիր քո արցունքը։ Բայց ինչի շատ հետաքրքիր ինտեգրացիա կլիներ։ Դե այդ արեստական ինտեգրացիաները հաստատին տգեղներ։ Ճիշտ է, որ դու ընկերուներիդ հետ սրճանում նստելիս էլ սկսում ես իրենց պատմությունները վերլուծել ու մտքումդ մոնտաժում ես ճակերտավոր լավ հաղորդում ստանալու համար։ Օրինակ եկել ասես, գիտես ինչ ոնց կգնար։ Դու որ հայտնի լինեիր այնքան լավ զրույց կլիներ։ Իսկ պետք է մարդիկ իմանան։ Բայց հա եղել է տենց որ խորանաս ասես վայ շատ լավ կներ, այս պատմությունը պատմի էլի։ Մտքովից չեր անցել, բայց սենց հետո հաշվի կառնեմ։ Կաչրիլ։ Ամալիա հիմա բամբասում ենք, շատ արագ է մեր մոտ ամեն ինչ։ Ստեղից անուններ ես քաշում ու պետքա բամբասանք անենք։ Մենք եկարս Իշոն նորություն որ լսել ես իրենց էդի քննարկել։ Ես բամբասելա հավոտ չեմ սիրում, չէ, սուրբ չեմ, բայց ես առաջարկում եմ Դիանա Գրիգորյանի անունն եմ քաշել, բայց ես առաջարկում, ես այս մասին մտածելով եկել եմ։ Ես առաջարկում եմ այս անունը դնենք այստեղ եւ ես բամբասեմ քեզանից, շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ ես քեզից բամբասել եմ։ Նախ էլ չփորձվել։ Օպրես։ Իսկ մասին քնես ես միշտ երազել եմ իմ մասին բամբասանք լսել։ Չէ, ես քո հետ բամբասել եմ Ռոֆոից։ Հա, ճիշտ է։ Ես իրան ասել եմ, բայց։ Հա, լավ ես արել, ես տենց Բայց ես վատով չեմ ասել, թակառակը։ Ես իմիջիալոց մինչև քեզ ճանաչել ես շատ վատ կարծիք ունեի քո մասին ու մտածում եմ որ դու շատ մեծամիտ ես, որովհետև առհասարակ ես շատ եմ սիրում մարդկանց բարևել, եթե նույնիսկ մարդու հետ ուղիղ չես ճանաչում իրար, օրինակ ես եւ Նինան իրար երբեք չենք ճանաչել, բայց որտեղ տեսնենք շատ ջերմ իրար բարևել ենք, ու ես առհասարակ բոլոր մարդկանց հետ եմ այդպես, ու դու 2-3 անգամ եղել էր, որ մենք փողոցում հանդիպել ենք, ես դու գլուխը տնկած գնում ես, ասում ես տղեն էս ինչ մեծամիտ է, իմ մոտ այդ վերաբերմունքներ ձևավորվել քո հանդեպ, որ դու շատ մեծամիտ ես, հետո երբ որ մենք մեր ինտերվյուն արեցինք, ես հասկացա, որ այդ շրջանը ուղղակի երևի թե քո մոտ այն շրջանը ա եղել, երբ դու մարդուն տեսնում ես, բայց չես տեսնում, այսինքն քո ուղեղը լրիվ ուրիշ տեղ է, դու կարող ես մարդուն նայես, բայց չտեսնես այդ մարդուն, բայց այդ ժամանակ իմ վերաբերմունքը շատ sense բացասական էր քո հանդեպ։ Հա, ու ես քեզ գրել էի հերախոսիդ համարը կտաս, գրել ես չէ, ես այդ խրտից աղելու սոմալիկներ էի դրել,
Ասի դե չէ, ու դրանից հետո երկու անգամ տեսակ չբարվեց։ Պատկերացնում ես Էրիկ գրելա չէ։ Հա, ու ինձ ամալան ասում, ես գիտեմ Ռաֆոն, որ ընդհանրապես տենսը չի, անկեղծ ասեմ, Ռաֆոյի մասին ամեն ինչ կարաս խոսած, բայց տենսը չի, իրոք։ Հա, ինքը այս մեծամտությունը իրոք չունի, ասում Ամալիա ջան, ասում անհնարաբար, ու ես Ամալյան ասեց, հա, օքեյ, ու հետո ես նենց ուրախացա, ու ես իրան զանգեցի, ասացի, գիտես, սենց բաս է եղել, որ ես ոչ թե ասել եմ սենց վատով, այ նկատի ունեի, որ հասկանաք, որ ձեր մեջ ոչ։ Հա, այդ ժամանակ, որ ես քեզ ցույց էի տվել, այդ նամակը զանգ գնաց քեզ, պատահաբար, ու դու ինձ գրել էիր վախեցա, գրել էի այդքան վախենալու եմ, գրել ես չէ, նաև շատ սիրում եմ քեզ, գրեցի դրա համար բարև չես տալիս։ Հա, տեսեք մոտիկա։ Բայց այսքան դու մտածելից ես մեծամիտ եմ ուզեցել ես հարցազրույց։ Չէ, ես քեզ հերթականությունը ասեցի, ես քեզ սկզբում գրել եմ։ Բայց հետո չեմ բարևել։ Դրանից հետո է եղել, որ ես քեզ երկու անգամ հանդիպել եմ, չես բարևել։ Հետո Նինայի զանգն ա եղել, արդեն բարեշել եմ։ Հա, ու հիմա ձևավորվել էր այդ կարծիքը, որ դու տենց շատ մեծամիտ ես ու քանի որ իրականում շոու բիզնեսում, որ օրինակ ինչ որ երկչի դրսում տեսնում ես, միշտ կա այդ վերաբերմունքը իրար բարևում եք։ Բլոգերների մեջ կան մարդիկ, որ քեզ դրսում տեսնում են, չեն բարևում։ Բայց ես ուզում եմ այս կարծիքից հանեմ, մի հատ։ Ես բամբասեցի։ Մանե Գրիգորյան։ Ես բամբասեցի, չէ, ես արդեն բամբասեցի։ Ես ինքան բան կա ասելու Մանե Գրիգորյանի։ Ես իմ լիմիտը արդեն սպառել եմ բամբասելու։ Դες ինչ լավ բամբասեցի, քեզնից գունը է։ Ես անունը կկարդամ քայացքներով բամբասել։ Նա չես ուզում, հա, բամբասես, բայց ինչ որ տեսանակ բամբասակ մեր մասին լսել ես, սենց իմանանք, հաստատ ասա է, որը չեք։ Դե իմը ինչ լսել է հարցազրույցի դա։ Հա, իսկ իմ մասին ինձ հետաքրքիր է։ Քեզ ինչ եմ հարցրել հարցազրույցի ժամանակ։ Բայց բամբաս։ Բայց դու շատ պոշեստիկ ես, քո մասին չեմ բամբասում, օրինակ իմ մասին շատ եմ բամբասում, քո մասին քիչ եմ բամբասում։ Հետաքրքիր է, տափուկ եմ ես։ Շատ պոշեստիկ Չեմ լսել իմը, չես լսել իմը։ Չէ, Ռոֆի մասին լսել եմ, բայց քո մասին դու շատ պոշեստիկ ես փաստորեն։ Ես ամեն ոլորտում եմ էլի ուզում։ Թվում է ես եմ պոշեստիկը, բայց իրականում ես մարդն է պոշեստիկը։ Ամալյան չուզեց բամբասել մեզ հետ, բայց ինքը բամբասեց, բամբասեց։ Քաղաքի համար մեկ BBC-ն չուզեց բամբասել։ Բայց ինքը BBC-ն դու ես։ Դե հենց այդ մարդու հետ դու բամբասում ես իրանից։ Ինֆորմացիան հավաքում ես ամբողջ քաղաքից, կանչում ես մոտդ հետը բամբասում ես։ Ես բացարձակ BBC չեմ իմ տեսակով, ասեմ ավելին, երբ որ իմ միջավայրում լինում են մարդիկ, որոնք անդադ խոսում են ուրիշ մարդկանց մասին, ես նորմայնանում եմ այդ հանդիպումները փչացնում եմ, որովհետև ես այնքան տեսեք ինչ էգոիստական մոտեցում կա, ես այնքան հետաքրքիր եմ ու այն միջավայրը, որտեղ որ ես այդ բան գտնում եմ, այնքան հետաքրքիր է, որ ինձ այդքան միջավայրը հերիք է խոսելու համար։ Այս մասը էդիտ արեք, թագոյներով տարածեք։ Բայց բրավո, լավ միտք ասեցիք, նայ մենք որ դից ենք հանում են հարցերը։ Այսենց հաղորդում է։ Սառը հարցեր են։ Այս արդեն սառը հարցերն են։ Ամալիա, մենք ոնց հասկացար, մեր մոտ զավզակ վիճակ է, դրա համար մենք ակտիվիտիներ ենք էլի հորինում մեր մեջ։ Հիմա առաջ զավզակ է։ Այս փուլը կոչվում է 1 րոպե զավզակ, մենք տալիս ենք թեմա ու դու պետք է այդ թեմայից 1 րոպե այնպես խոսես, որ դու դրա գուրուն ես։ Ամբողջ կյանքը դրա գիտակն ես, այդ ուսումնասիրել ես, կարդացել ես։ Այդ ամենավատ կողմն է։ Ինչպես հոգեբանորեն հաղթարես այն բանը, երբ որ տաքսի վարորդը չի ուզում միացնի օթորակիչը։ Ինձ տարակ իմ մանկության կռիվներ, բայց այն ժամանակ ես տրանսպորտից էի օգտվում ու հատուկ 3 կանգար քայլում էի, որ նստեի բաց պատուհանի մոտ ու մեկ էլ ինչ-որ մեկը գալիս էր ասում էր այդ պատուհանը փակի, այնա 3 կանգար չէի քայլի։ Բայց 3 կանգարից հետո տենց օթորակ բացվում էր, բացվում։ Չէ, ես 3 կանգար քայլում էի, վերջին կանգարից էի նստում, որ ազատ լիներ եւ նստեի պատուհանի մոտ եւ պատկերացրած այդքանից հետո ինչ մեկը գալիս էր ասում էր այդ պատուհանը փակի, բայց ես երբեմն վիճում էի, որովհետեւ օդ չկա շնչելու, այդ շատ սարսափելի բան է։ Ոնց է սարսափելի քո փորձը։ Վիճելով, մեկ-մեկ պետք է վիճել։ Այո։ Քո իրավունքների պաշտպանության համար, առանց վիճելու ես կյանքը դժվար է։ Ես օրինակ գիտես ինչ եմ ասում, ես մուկ պատուհաններից սրտխառնոց ունեմ ու իրոք մուկ պատուհաններից երբ որ հետևը նստում եմ սրտխառնոց առաջանում, ինչ։ Պրոստը պարապես քեզ ֆոբիա է օրինում։ Վայ, վեստիբուլյար ապարատս խախտված է մեքենայի մեջ եւ սկսում է սիրտս խառնել, ձեր մոտ այն չի լինում մուկ պատուհաններից սրտխառնոց։ Ասում իմ մոտ մուկ պատուհաններից սրտխառնոցը Օրինակ մարդ արարած։ ու պատուհանը բացում եմ։ Շատ լավ։ Գուլպաների ծակ լինելու թաքնված դրաման։ Կարել թե միանգամից դեն նետել։ Ինչ եք կարծում։ Մի րոպե պիտի խոսեմ։ Չէ, կարաս 30 վայրկյանում, եթե շատ կարևոր ինֆորմացիա գտաս մեր բնակչությանը։ Կարել թե դեն նետել։ Դե առհասարակ դեն նետել, բայց կարելի է նաև կարել եւ խնայել գումարները։ Դեն, այսինքն մենակ գումարը, էկոլոգիայի մասին չենք մտածում։
Էկոլոգիան որ մենք ուր։ Հայաստանն է սա, էկոլոգիա ենք մենք։ Էկոլոգիան ես եմ։ Հասկացանք։ Ինչի են ավոկադոները խանութներում կամ շատ քարի պես պինդ կամ շատ փափուկ։ Որ ես այդպես էլ չկարողանամ ավոկադոյով սիրուն բան պատրաստելու համով, ու ստիպված ամեն օր գնամ սրճարաններ եւ մի փեշ փող ծախսեմ։ Ավոկադոյի վրա։ Այո։ Այսինքն քո համար այդքան էգոիստ ես, եք Հա, դու այնքան հետաքրքիր մարդ ես։ Բայց ես քո հետ համաձայն եմ։ Հա, ես ինքս նույնպես համաձայն եմ, որ ավոկադոյի վրա արժի փող ծախսել։ Ես չէի սիրում ավոկադո, հենց նիհարեցի սկսեցի սիրել։ Ես իրականում շատ եմ սիրում, բայց այն ինչ որ ես շատ սիրում եմ, բոլոր մթերքները առնում եմ, բերում եմ տուն, եւ ես հասկանում եմ, որ ես չեմ կարողանում այդպես համեղ պատրաստել, ու ստիպված գնում եմ սրճարան, որովհետեւ այդ նույն մթերքները սրճարանում այնպես են համադրում, որ լինում է համեղ, ես անբաշար։ Հա։ Ճիշտ հասկացանք, որ ասեց, որ իամու չի ստացվում ինչ որ մի բան։ Սա ստանդարտ։ Դու հիմա Վերջապես էգոն մի փոքր դրեց այստեղ։ Դու հիմա հակառակ իրականություն ես ստեղծում իմ մասին։ Դու հասկանում ես արդեն ժոլտե պրեսա ես։ Ես Ստրելեցին գիտես, Նադեժդա Ստրելեցին, ես ինքն եմ։ Ես Յուրի Դուդյա։ Չոմ սիլը։ Յա, ինչու լվացքի փոշու հոտը ավելի շատ հույզեր կարող է պայտակ արթնացնել, քան օրինակ տխուր երաժշտությունը։ Կախված է նրանից ինչի հետ է ասոցացվում։ Ունես երաժշտություններ, որոնք ասոցացվում են կոնկրետ մարդկանց հետ։ Հա, իհարկե, ամեն շրջափուլում ես ինչ որ կոնկրետ երաժշտություն եմ շատ լսում ու ամեն շրջափուլում այդ ամեն շրջափուլ ասոցացվում է ինչ որ մարդկանց հետ երաժշտությունը ինքնին էլի իրենց հետ Իսկ ինչ որ հոտ կա, որ ասոցացնում ես մարդկանց հետ։ Ուզում եմ հիշեմ։ Դե կան ինչ որ մարդիկ, որոնց օծանելիքի հոտը կարող ես ասոցացնել իրենց հետ, բայց որ ասեմ այդպես չէ, ավելի վատ հիշում եմ այն հաջորդով մարդկանց ու հա, այդպես ֆիքսում եմ, որ Ես նարդու ձայնն եմ օրինակ սիրում, որովհետև մարդկանց հետ է ասոցացվում։ Հա, շուխուրի հետ Նարդու ձայնը շատ եմ սիրում, ցենց դες ամեն մեկից մոտ մի ասոցիացիա կա, էլի։ Իրականում այսքանով ավարտվեց այս հատվածը եւս, հաջորդ հատվածը խնդրանք է մեր մոնտաժորներին, որ նենց մոնտաժեն, որ դու խայտարակ լինես։ Չէ, իրականում Իմիջիալից շատ հեշտ է անել, որովհետև մոնտաժով կարելի է ամեն ինչ անել։ Ես լինելով լրագրող երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ մոնտաժի զոհ դառնամ։ Ես մի անգամ տվել եմ հարցազրույց, որտեղ իմ ասելիքը ընդհանրապես չէր պահպանվել։ Իհարկե մարդիկ դրական մեկնաբանություններ էին գրում, բայց ես գիտեմ ինչ եմ ասել ու ինչ է եթեր գնացել ու ինձ համար դա մաքսիմալ տհաճ էր, որովհետև իմ ասելիքը չէր այդ հարցազրույցի մեջ, այնպես որ մոնտաժով կարող եք ամեն ինչ անել, ես էլ հետո կարծականք եմ դրան։ Զանգել ջնջեք, ես ինչ եք արել դա։ Չէ, մի կտոր կար, որը պահանջեցի, որպեսզի վերականգնեմ, որովհետև իմ խոսքը լրիվ խեղաթյուրվել էր մոնտաժի արդյունքում, բայց ջնջեքը իհարկե կուզեի, որ այդ հաղորդումը չլիներ, բայց չեմ ասել ջնջեք։ Ոչինչ, ամեն ինչ։ Բայց հուսամ դու մեզ որպես ուսուցիչ կարելի ասել։ Դե լավ, մի տենց բարդացրու։ Չէ, ասա լավ ես։ Հա, տեսեք, այստեղ ես էլ ավելի շատ զավզակեցի, քան խոսեցի։ Ու նույնիսկ լեզվի ընտրությունը ես ընթացքում հասկանում եմ, որ շատ խոսակցական եմ որոշ դեպքերում նաև խոսում, բայց այդ հենց միջավայրը պարտադրում է, որ մենք ուզեցանք դու թուլանաս այստեղ համարյա ուղեղի մասաժ էր։ 15000 դրամ կվերապահեցնա մտքի մոտ եւ շատ հաճելի էր Ամալիա։ Ժամանակապես շատ հաճելի է։ Հուսամ նենց ոնց որ մենք քո մոտ հաճույք ենք ստացել, դու էլ մեր մոտ հաճույք Ինձ ստացել։ շատ հաճելի էր, հուսով եմ դուք շատ չլարվեցիք եւ այս հաղորդումից հետո չեք ասել, վայ, տանջվեցինք։ Չէ, երբեք։ ամենահաճելիներից մեկն է։ Հա։ Շատ շնորհակալություն Ամալիա։ Իսկ դուք բաժանորդագրվեք նոր ալիքի YouTube-յան ալիքին, որ բաց չթողնեք մյուս զավզակին, ով այստեղ նստած է լինելու Ամալիայի տեղը։ Մենք էլ գնանք բամբասվենք, բայց դու չես բրցնելու։ Հա։